Հայաստանի ամենամեծ գործարար հարթակներից մեկը Մանթաշյանց բիզնես ակումբը գլոբալ ֆորումի շրջանակում մեկ հարթակում է համախմբել գործարարների, փորձագետների եւ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։ Նպատակն է նպաստել նոր գաղափարների, արժեքավոր կապերի եւ միջազգային համագործակցության ձևավորմանը։ Գլոբալ ֆորումի շրջանակում զուգահեռ 10 ոլորտային քննարկումներ են ընթանում 40 առաջատար խոսնակների մասնակցությամբ։ Ես այս մահին այստեղ եմ ուզում հրավիրել Գրիգորի Յոլյանին, ID բանկի առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավարին, նրա ելույթի թեման, երբ ֆինանսական տեխնոլոգիան դառնում է վաճառքի շարժիչ։ Գործարար խոշոր հարթակում իր նորարար լուծումներով ներկայանում է ID բանկը։ Ժամանակակից ծառայությունները ներկայացնելուց բացի սա բանկի համար նաև արդյունավետ երկխոսության լավ հնարավորություն է։ Որպես կանոն ID բանկը տարվա ընթացքում մի քանի անգամ սպառողներին եւ գործընկերներին տարատեսակ նորություններ է ներկայացնում պրոդուկտների կամ ծառայությունների տեսքով։ Այսօրվա թեման վերաբերվում է տեխնոլոգիաներին, ֆինտեխին, որի շնորհիվ թե կարողանում ես ավելի հասանելի դարձնել քո պրոդուկտը կամ ծառայությունը քո լսարանին, քո սպառողներին եւ թե կարողանում ես ավելի լավ ուսումնասիրել իրենց կարիքները, իրենց պահանջմունքները եւ կարողանում ես բավարարել հետեւաբար տալ լուծումներ եւ բավարարել լրիվ համապատասխանաբար։ Ֆինանսական տեխնոլոգիաներն այսօր փոխել են վաճառքի ամբողջ տրամաբանությունը։ Գրիգորի Յոլյանը ներկայացրեց, թե ինչպես է ֆինտեքը սովորական գործընթացները վերածում նոր գործիքների ու ազդում վաճառքների աճի վրա։ Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս կապել միլիոնավոր սպառողների եւ տասնյակ հազարավոր վաճառակետեր։ 8 տարի առաջ Իդրամը QR վճարումներով հեղափոխություն կատարեց շուկայում։ Մի վայրկյանից այդ QR վճարումները դարձան հասանելի միլիոնից ավել օգտատերերին, որոնք որ Իդրամի աուդիտորիան էին, ու որոնցից 100 հազարավորները ակտիվ օգտատերեր էին։ Մյուս կողմից Իդրամը մոտ 30,000 վաճառակետում տեղադրեց այդ QR-ները։ Այսինքն տեխնոլոգիայի շնորհիվ մի կողմից յուզերները Իդրամի, որոնք միլիոնից ավել են, մյուս կողմից 30,000 առևտրային գործընկերները Իդրամի վաճառակետերը ունեցան հնարավորություն այդ տեխնոլոգիայի շնորհիվ իրանց վաճառակետերը բիզնեսը առաջ տանելու, իսկ օգտատերերը դրանից օգտվելու։ Դա համ անդրադարձավ վաճառքների աճի վրա, համ ընդհանուր ոնց որ տնտեսության ակտիվության վրա։ Հետո շուկա բերեց Rocketline-ը, գնիր հիմա, վճարիր հետո ձևաչափը։ Նույն ոնց որ տեխնոլոգիաների հաշվին եկանք հասանք նրան, որ օրական մոտավորապես 12500 պայմանագիր է կնքվում Rocketline-ի շրջանակում ու օրական մոտ 7000 օգտատեր օգտվում է այդ ծառայությունից։ Այս էկոհամակարգի տրամաբանական շարունակությունը ID Distributor պրոդուկտն է, որը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում, այդ թվում մատակարարների եւ առևտրային կետերի ամենամեծ գլխացավանքը՝ կանխիկի շրջանառությունը, որի օգնությամբ եւ շնորհիվ Հայաստանում գործող արտադրող եւ ներմուծող մատակարարները կարողանում են վճարումներ ստանալ ID բանկի առևտրային գործընկերներից, ցանցից, առևտրային կետերից կարող են իրենց մատակարարված ապրանքի դիմաց ստանալ վճարումներ, պարզ, անվտանգ, արագ QR-ի միջոցով։ Ֆինանսական տեխնոլոգիաները զուտ վճարման միջոց չեն, այլ սահմանափակումները հաղթահարելու եւ բիզնեսի անխափան ընթացքն ապահովելու գործիք։ Դրանք կրճատում են սահմաններն ու ժամանակը, նպաստում զարգացմանը։